Ես բորանում եմ, բայց իրան միշտ լայքում եմ, միշտ լսում եմ։ Շատ հրավից, Երանի վերևներում ստացվում շատ հայամետ խոսում եք։ Շատ հարգում են ես ձեզ։ Ձեր նմանները որ շատ լինեն, մեր երկիրը կբարգավաճի։ Շնորհակալություն։ Մենք կզարգանանք, մենք ժողովուրդ եք նոր կրթվելու կարիք չունենք։ Կրթվողները իրանք են, որ պետք է կրթվեն, իրանք ցեղասպանությունը ոնց է եղել։ Ու անուն ազգանուններն էլ գրեն, եթե իհարկե ունեն, ուրեմն իրանք չունեն։ Ցեղասպանված ազգ չէ, իրանք ազգ չեն, որտեղ իրանք հայ չեն։ Հայերը բոլորը գիտեն, որ ցեղասպանված հայություն է այս։ Ուղղակի խնդրում ենք կնենք օրենքներ։ Առարկայական լուծումներ, որովհետև իրանց հետ խոսելու, երկխոսելու տարբերակ չկա, իրանք չեն հասկանում երկխոսությունը։ Իրանց հետ պետք է խոսենք պարտադրանքի լեզվով, այսինքն այն գործուն մեխանիզմները դրենք, որ պարտադրանք ու կատարեն։ Իրանք օրենքներն չեն որ ոչ մեկը տեղյակ չլինեն։ Հետո գային, որ արդեն գալիս է տուժտուգանքներ, նոր ժողովուրդը տեղյակ է։ Նույնը առաջ ավտոների համար է, որ տուգանքներ էին անում, ամեն ինչ նրանք սովորել են, դա սովորական բան է։ Ժողովրդին սովորացնում են իրանց վրա տուգանքներով։ Բայց այսի ավտոին չի, որ 5000, 10000-ով մարդիկ պրծնեն։ Մի անգամից ընդեղ իմ կարծիքով 300-ը, թե 420-ը արդեն դարձրել, գները ամեն օր բարձրացնում են, ու այդ ձևի մարդիկ անդադ պետք է տուգանքներով սովորեն։ Ուրեմն ամեն մի խախտման համար 420,000 պետք է մուծեն։ Ուրեմն եթե այդ օրենքները սովորելու համար, ուրեմն մի քանի միլիարդ ամեն մի առևտրականի պետք է, որ կարողանա լրիվ օրենքները իմանա։ Դա իմ կարծիքով իրականություն է։ Բառ ընդհանրապես դուրս գա այս շրջարկի փոքր միջին բիզնեսին վերաբերվող 10%-ը լինի մի հատ հաշվարկված ուսումնասիրված դրամաբանությանը մոտ տոկոս, որովհետև 10% շրջանառությունից դա եկամուտի 10%-ը չի, դա 20-ից ավելի 20-30% է, այսինքն ով գիտի ինքնարժեքը ինչքան է, որ պետք է այդ շրջանառությունից այդքան գումար գնա, ոսկին թուղթ չունի, ոսկին ծախեց $700, 300,000-ով ոնց է ինքը 10%-ը վճարելու։ Շրջանառության խոսքը նրա մասին է, որ գումարը մեծ է, օգուտը քիչ, դա բոլորը գիտեն, ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն կոպիտ ասած, ես եթե վաճառեմ 300,000 դրամ ինչ որ ապրանք, ինձ մնալու է 10-12,000 դրամ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք օրվա գինը, մենք չենք կարող օրվա գնից ավել ասել։ Դա միջազգային գին է։ Դոլարն էլ չեմ կարող ես ոչ բարձրացնել, ոչ ցածր, ճիշտ է։ Ես ենթակա անձ եմ առևտրին։ Դա մի կողմ դրած, ըհն, ես այդ 300,000 դրամի մեջ 12,000 դրամ պահելու համար պետք է 30,000 առանցին հաճախորդից ուզեմ ասեմ տանեմ պետությանը, հա, 10%-ի դեպքում, քանի որ ես այդ ձեռքբերման համար թուղթը չկա։ Դատանողականության մեջ ոսկու եւ արծաթի բնագավառի կներես անջան, որովհետեւ ես մեր բնագավառ էլի ասեմ, ես բնականաբար ես հենց նոր նշում ենք այն մասին, որ առանց ուսումնասիրության օրենք դնելը դա հիմարության տգիտության վերջնակետն է։ Եթե դու չես եկել այդ ոլորտը ուսումնասիրել, ես խոսում եմ նրանից, որ անշուշտ երբ որ խոսում է իրանց հագուստի վաճառքից, ես բան չեմ հասկանում։ Ինքը երբ որ ես խոսում եմ իմ ոսկու ոլորտից, նա չի հասկանում։ Դուք այդ ոնց եղավ, որ դուք առանց ուսումնասիրության օրենք եք փոխում, առանց հասկանալու որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, որ դու ոչ թե ժողովրդին ստիպես, որ նա գա կանգնի այստեղ էս անձրևին, ոչ թե աշխատի իր վարկ տոկոս ամեն ինչը փակի, հա, բերես դու հասցնես նրան, որ ինքը գա բողոքի։ Եվ ասեմ ավելին, մենք այն մարդիկ ենք, ովքեր չենք լքել երկիրը ու հայրենասերներ ենք։ Մի արեք նենց, որ մենք պայքարենք, հասցնենք հեղափոխության։ Ռաբոտը նյութ է դուրս եկել, ազատությունը հրապարակել է մի նյութ, որտեղ Օրի Ալավերդյանի հետ ունեցել է հեռախոսային զրույց, որտեղ Օրի Ալավերդյանն ասում է, որ այո, եթե ինչ-որ ապրանք վաճառվել է ու իր համար չկա փաստաթուղթ, մեր համար մեկ է, փոքրը կտա դրա 10% հարկը, թե մեծը։ Օրի Ալավերդյան, ես հասկանում եմ, որ դուք շատ խելացի եք։ Ես հասկանում եմ, բայց մեզ պետք է նաև ժողովուրդ սիրող մարդիկ։ Էյխմանին եք նմանվում, որտեղ կոնցլագերում կառուցել են այդ կոնցլագերները շատ գրագետ ինժեներները, երեխեքին թունավորել են լավ բժիշկները։ Ես ընդունում եմ, որ դուք խելացի եք, ձեր գիտելիքներով տիրապետում եք, ձեր աթոռին արժանի եք, բայց այդ դեպքում ֆինանսների նախարար, այդտեղից մասամբ վերցրեք այն, ինչ որ կարա օգուտ տա պետությանը, ոչ թե ամբողջ այդ դահիճական վերաբերմունքը, ինչ է նշանակում մեր համար մեկը, ով թուղթ ունի, ով է մեղավոր, 10% պիտի տա փոքրը, դա ինչ է, ռեկետ չի։
Դա ռեկետ է։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել 3 կարևորագույն ուղերձ։ Առաջին՝ դրույքաչափերի բարձրացում, երկրորդ՝ առանց փաստաթղթի ապրանքի 20%-ի հարկում եւ գույքագրում։ Այս 3 կարևորագույն խանգարող հանգամանքներն են։ Եվ դա հարկումը։ Հարկումը, դրույքաչափի բարձրացումը, այսինքն 5-ից 10% դրույքաչափի։ Նայեք, նախ կներեք ձեզ ընդհատում եմ 1000 ներողություն, բայց որպեսզի մի քիչ Ես լավ։ ականում ձեր պահանջը ֆիքսենք, ասում եմ, դու չունես թուղթ, բայց վաճառել ես ապրանքը 10%, դու արդեն ինձ պատժում ես։ Մեկ այլ տեղով ինչի ես 20% եկամ տահարկ ուզում։ Միա 10% դրույքաչափ, այսինքն վաճառքի արժեքից բարձրացում։ Հաջորդը գույքագրման պահանջ, չէ, որ գույքագրման պահանջը չեղարկվի։ Ստուգման ժամանակ չհայտնաբերված ապրանքի 20% առաջին անգամ։ Սա երրորդ։ Սա երրորդ։ Զգուշացում տուգանքները միջև տուգանները զգուշացում լինի։ Դա կարևոր հարցերից մեկն է, որտեղ եթե ինչ-որ մեկին հենց առաջին հայացքից տուգանեցին, այդ պետքա տնտեսվարողը փակվի։ Սա ավազակություն է, որը նրանք ասում են հակառակը։ Ստիպում են դուք ինչպես գիտեք, որ կարաշ կարային դատարան տային, չէ, դատարանը դա ինչ-որ մի ժամանակով հետաձգում էր։ Հիմի այդ օրենքը վերացրել է։ Դե լավ։ Հա, պետքա այդ իսկ եթե այդտենց եղնի մի անգամից առանց այդ մուծելու մարդիկ պետքա մուծեն, հա դեմի, բայց այս ժողովուրդը սաղը ոնց որ հասկանում եք, մեր կառավարությունը ոչ թե ժողովրդի դեմ է ամեն ինչ անում։ Ու նա ես չգիտեմ, կամ ինքն է իր ուզում ստից հեռանա, կամ մեզ է ուզում հեռացնել։ Երկու Մեր վայրան։ իրավաբան հաշվապաներին է։ Եվս մեկ պահանջ ու խնդրանք, որ հուլիսի 1-ից ուզում են նոր օրենքի փոփոխությունը ընդունեն, մենք պահանջում եւ խնդրում ենք, որ գոնե թե եթե չեն չեղարկելու, այդ ընթացքը երկարաձգե մինչեւ հունվարի 1-26 թվականի։ Բայց ինչի՞ Եթե Հունվարի 1-ին մեզանից է։ Պահանջի նիշան պետքա բարձր պահել։ Պահանջի նիշան վիճակի չենք այդքան հաշվապաներին վճարել։ Հաշվապաների օրենքն էլ չեղարկեն, որովհետև դա կախված է մեզանից, միայն մեզանից։ Իրանք կմուծեն 50-60%, բայց մենք պարտավոր ենք իրանք վճարենք, որ իրանք մուծեն։ Բնականաբար իրանք ծախսերը, իրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Ես հաշվապաների դեմ ոչինչ չունեմ։ Գիշեր-ցերեկ աշխատում են։ Հիմա մի հատ գույքագրում անենք։ Իրանք 2 ժամվա փոխարեն 12 ժամ են աշխատելու։ Եթե մի հատ էլ անցնենք էնդես դաշտ 12 ժամվա փոխարեն 30 ժամ են աշխատելու։ Անմե մեկից մենք եթե անցնենք էնդես դաշտ, մի հաշվապան մի էնդես է կարողանալ լավագույն դեպքում գիշեր-ցերեկ չկնիրա գումարի համար 2 էնդես է կարողանալու հաշվարկի։ Մենք ի վիճակի չենք վարձատրելու, որ իրանք էլ ես իմ քանի տոկոս պետությանը տան։ Ոչ, աղքատության շեմ ենք նվազացրել։ Մենք հաշվապաները, իրավաբանների գինը խեք այդքան բարձրացնում, որ մենք էլի վիճակի չլինենք դատարան դիմենք։ Միևնույնն է, ձեր մոտ դատարանները 7-ից 8 տարի տևում է, արդեն հասանելի չի։ Այնքան հարցեր կա, որ նայում ես 4-500 հազարը, ամենայն ազնվությամբ ես ասեմ 500 հազարը մեր սովորական միջին աշխատողի համար մեծ գումար է, բայց երբ որ մտածում ա, որ գիտեք ինչ, իրավաբանի պետք է դիմի այսքանը տա, ասում ա լավ տամ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, բայց եթե հիմա այդ 500 հազարը դառնա 2 միլիոն, օրինակ 3 միլիոն, 4-5 տարի ձգվող դատեր են, 2 միլիոն, 3 միլիոն, քաղաքացին չի կարալու տա, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ մեզ միջև վերջ, մեր ծնողներից ժառանգածը կորցնենք, մենք, հաշվապաները, իրավաբանները, իրանք ուզում են ամեն ինչը վերցնեն իրանց, վերցրել են, ես ուղղակի մի հատ բան եմ էլի ուզում խնդրեմ ձեզ, մի հատ փաստացի հարցրեք էլի կառավարությանը, ոնց կարա, ինչ որ մի նարեկ էր, 8 սուպերմարկետ բացի 160 հատ, 160 հատ նրա հետևից չգնան, մեր քնձռոտ մի հատ խանութը, որ չի ծաղկե, ոչ է կարողանում ենք նորմալ ռեմոնտ անենք, մեր հետևից ամեն օր գան, կարելի է, արդեն ես գիտեմ, քաղաքացիներ, որոնց խանութները մտել են, այն կարգի են տուգան է, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ամեն ինչ վաճառում են, ես արդեն իմ շրջապատում 2-3 հոգի տենց գիտեմ, որ իրանց ծնողներից ժառանգած տուն են, ես վախենում եմ հունիսի 1-ից մենք էլ ենք տենց լինելու, ամենայն ազնվությամբ, որ հասնի այդ կետը ուրիշ բան չեն կալու, բայց ես չեմ ուզում իմ երկրից այդամ, ձեր նման մարդիկ պետք է կանգնեն մեր կողքին, որ կարողանանք պայքարենք, հայրենիք ա մեզ պետք։ Երեք, էլի մի բան էլ ես ասեմ, ես ուզում եմ մեր 55